2025-ի ամփոփիչ եւ 2026-ի առաջին եռամսյակի արված աշխատանքների հաշվետվությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի տարվա անդրանիկ ընդլայնված նիստը։ Համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025-ին կատարվել են 102.1, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 71.2%-ով։ Սեփական եկամուտների հավաքագրումը հնարավորություն է տալիս համայնքներին աշխատավարձների բարձրացման, սուբվենցիոն ծրագրերի տարբեր հայտերի ներկայացմամբ եւ ընդհանուր առմամբ ֆինանսական միջոցների ազատ ֆինանսական միջոցներին ճիշտ տնօրինելու համար։ Նաեւ ավելացել է 2025 թվականի դոտացիան եւ նաեւ 2026 թվականի դոտացիան։ Ընդհանուր առմամբ դոտացիայի ավելացումը կազմել է ընդհանուր դոտացիան 12 միլիարդ է կազմել Շիրակի մարզի, որը 12.3%-ով ավելին է, քան 2025 թվականը։ Նախորդ տարի մարզում իրականացվել են 20 միլիարդ դրամի քաղաքաշինական աշխատանքներ, ինչը 42%-ով գերազանցում է 2024-ի ցուցանիշը։ 25 թվականին մարզում ընթացքի մեջ էին թվով 13 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Մարզում վերանորոգվում էին թվով 29 դպրոց, որից 15-ը Գյումրիում, 7-ը Ախուրյանում, 5-ը Արտիկում եւ 2-ը Աշոց համայնքներում։ Ընդամենը իրականացվել են 7 միլիարդ 282 միլիոն դրամի աշխատանքներ։ 25 թվականին մեկնարկել էին թվով 4 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ ՀՏԶ-ի պատվիրատվությամբ։ Առաջին եռամսյակում մարզում շարունակվում է 10 դպրոցի եւ 4 մանկապարտեզի կառուցումը, ընդհանուր 17.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգվում։ Դպրոցների հաջորդ շարքը մարզպետարանը քննարկում է կառավարության հետ, ներկայացրել ենք նաև այն դպրոցները, որոնք 26 թվականին հիմնանորոգվելու են եւ այն դպրոցները, որոնք 0-ից կառուցվելու են։ Մեր կառավարությունը արդեն ավարտել է 500 մանկապարտեզ 300 դպրոց նախաձեռագիրը եւ անցել ենք արդեն հաջորդ 500-ին, հաջորդ 300-ին։ Նիստի հաջորդ հարցն առնչվում էր սուբվենցիոն ծրագրերին։ Կառավարություն համայն գործակցությամբ 2025-ին մարզում իրականացվել է 36 ծրագիր 124 ենթածրագրերով։ Ընդհանուր արժեքը կազմել է 4 միլիարդ 281 միլիոն դրամ։ Բնակավայրերի փողոցների կառուցում նորոգում ասֆալտապատման ոլորտում իրականացվել է 8 ծրագիր, որի արդյունքում ասֆալտապատվել է 12.6 կիլոմետր ճանապարհ։ Բնակավայրերի փողոցների կառուցում սալարկում ոլորտով իրականացվել է 2 ծրագիր, որի արդյունքում սալարկվել է 8.6 կիլոմետր ճանապարհ։ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում նորոգում ոլորտում իրականացվել է 7 ծրագիր, որի արդյունքում անցկացվել է 26.1 կիլոմետր խմելու ջրագիծ։ Շիրակի մարզում առողջության համընդհանուր ապահովագրությունն ապահովել է շատ ծառայությունների հասանելիությունը մեծ թվով խոցելի խմբերի համար։ Առաջին եռամսյակում ապահովագրությամբ սպասարկվել է 110.416 քաղաքացի։ Մենք թվերը չունենք, թե ինչ թվերի գումարների մասին է խոսքը, ինչ քաղաքացիների մասին է խոսքը, որոնք տեղորայք են ստանում ամբողջությամբ անվճար։ Այդ եկամուտները պոլիկլինիկաներին հնարավորություն է տալիս ու տվել է հնարավորություն, որպեսզի այս կարճ եռամսյակում մոտ 80 միլիոն դրամի իրենց կուտակած պարտքերը փակել։ Այդ պարտքերը կուտակվել են թե աշխատակիցների, թե նաև այլ ծառայությունների մատուցվելու պատճառով ու հաջորդ եռամսյակում պոլիկլինիկաները մեր այլ պարտքեր չեն ունենալու եւ կարողանալու են այդ ֆինանսական միջոցներն ուղղել դեպի պոլիկլինիկաների տեխնիկական զարգացման ու շենքային պայմանների բարելավմանը։ 506 միլիոն դրամ է ուղղվել միայն առողջապահության ապահովագրության գումարներից մեր պոլիկլինիկաներու ու ամբուլատորիաներին, որը հնարավորություն է տվել մեզ վերանայել աշխատավարձերը։ Ախուրիկի եւ Պեմզաշենի նոր տիպային շենքեր են կառուցվում։ Շինաշխատանքները այս պահին ընթացքի մեջ են եւ առաջիկա ամիսներին կավարտվեն շինաշխատանքները։ Ընթացքի մեջ է Արտիկի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, նախատեսված է նաև վերակառուցել Գյումրու Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի շենքը։ Դավիթ Արուշանյանը վերջում անդրադարձավ նաև ազգային ժողովի առաջիկա ընտրությանը, պետական կառույցների ներկայացուցիչներին հորդորեց գործել բացառապես օրենքի շրջանակում։ Միայն օրենքի սահմաններում են լինելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմակերպված որևէ ընտրություն ապօրինություններով չի եղել ու չի լինելու։
մեր ընտրված ղեկավարը լինելու է լեգիտիմ եւ բոլոր այն անձանց, որոնք պետական ծառայողներ են, հորդորելու եմ, պահանջելու եմ նաև, որ լինեն պետականամետ։ Ընտրությունները կազմակերպվելու են ազատ, արդար ու թափանցիկ, եզրափակեց Շիրակի մարզպետը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։